Ողջույն ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, շնորհակալություն ժամին միանալու համար, շնորհակալություն կիսել տարածելու համար եթերը, ասեմ, որ քանի որ ամառը բոլոր տեսակի եթերները բոլորի մոտ, թե եթերներ, թե հաղորդումների, դիտումների եւ այլն լավ ընկած է, այնպես որ ես շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք նորմալ տարածվի եթերը, հատկապես որ խոսքը գնում է անկլավների մասին, իսկ անկլավների թեման չարաշահվում է ու ամեն մեկը փորձում է այդտեղ ֆուլ քրիստոնյա երևա, էլի իբր իր արևին։ Սա կարևոր թեմա է։ Սա ամենակարևոր թեմաներից մեկն է, ամենայն դեպս կոնկրետ ինձ համար ու կարծում եմ հանրության ճնշող մեծամասնության համար։ Ուրեմն, ես պիտի այս թեման կներեք խորքից գամ, չարաշահելով բոլոր նրանց համբերությունը, ովքեր որ վաղուց են հետևում իմ եթերներին ու կարող է իմ խոսակցության մեջ, իմ արտահայտվելու մեջ նկատեն նմանություններ ու դա բնական բան է։ Ուրեմն, նախ գանք դեռևս 2021 թվականներից, անգամ 18 թվականից կարող են գալ, հա։ Եկեք քսանց էլի, որովհետև այսօր շատ-շատեր իրենց ներկայացնում են խիստ հայրենասերներ գնում, կանգնում Տիգրան մոտ վիդեոներ են անում, կարող է իսկապես հայրենասերն ուղղակի նոր են հասկացել գլխներին ինչա գալիս, բայց այդտեղ հարց է առաջանում, բայց որ դրա մասին խոսում էի, ինչի եք դուք դուրս գալիս իմ դեմ, բավական չի, դեռ մի բան էլ փորձում պախարակել իմ անունը, դեմոնիզացիայի ենթարկել, հիբրիդային հարձակումների ենթարկել, որպեսզի իմ դիտողականությունը, այն հասարակությունը, ովքեր հակված են լսել, նրանք սկսեն հեռանալ։ Ինչի համար, եթե հետո պիտի պտտվեիք, գայք կանգնեիք այն հարցադրմանը, որի պատասխանը դեռ 6 տարի առաջվանից տրվել է։ Ինչի համար, բա ով է սրա տակից դուրս գալու, Դոգնա սրա տակից դուրս գալու, թե Արիաննան է դուրս գալու, թե բոլոր նրանք, ովքեր որ այս կակադուների խոսույթը բերել մցրել են ընդհանուր մինչև ժամանակ առ ժամանակ այս մեկնաբանությունների տիրույթ։ Բայց մտահոգությունները, բաները, երբ որ ասում ենք այդ ամեն ինչ, բա դուք ուր եք։ Հիմա գանք խորքից, լավ, այս դատապարտել եմ մի կողմ, կան մարդիկ նաև իմիջայլոց, ոնց որ հեսա ցույց կտամ, կան մարդիկ նաև, ովքեր երևի չեն լսել, չեն իմացել, այսօր իրենց հարցերն են տալիս։ Նաև լրագրողները, նաև ազգային ժողովում մի երկու հոգի արդեն ելույթ են ունեցել դեռևս 3 թե առաջին օրը վարչապետի բրիֆինգից հետո, բանի հետ, լրագրողների հետ զրույցից հետո։ Ուրեմն, 2018 թվական հեղափոխություն ընթացք։ Ինչ ենք լսում հանրապետականներից, սրանք գալիս են, որպեսզի հողերը տան։ Չեն շեշտում, որ հողերը, ոնց պիտի տան, ինչ է նշանակում հողեր տան, բացարձակ ոչ մի բան։ Նրանք գիտեն հողեր պիտի տրվի ու իրանք ասում են պիտի հողեր տան։ Ես հիմա ներկա նախկինի մասով չէ, ես ժամանակագրություն եմ դեռևս անցնում։ Այդ ժամանակները 18-19 թվականներին դեռևս ես անընդհատ դա հիշեցնում եմ, ասում եմ ինչ հողերի մասին է խոսքը, դուք պարտավոր եք ասել ինչ հողեր են եկել տան, ով է եկել հող տա, դուք ինչ եք տեղյակ, որ հասարակությունը տեղյակ չի։ Դու միասական պայմանավորվածություններ արդեն, որովհետև վաղուց բանակցությունների process-ը եկել հասել է միտեղ, որը իրանք գիտեն, ոնց են մխտրել, ոնց են թուլամորթություն դրսևորել ու հանրությունից թաքցրել։ Գիտեք, եթե բանակցություններում պարտվել է մեր պետության կողմը ու լեգիտիմ իշխանություններն են, ես ինչ-որ բան կհասկանամ այդտեղ, անգամ ճիշտ ձևով կձևակերպեմ իմ գործողությունները, բայց թաքցրել են անընդհատ ու չեն ասել ինչ են բանակցում։ Մենք վերջերս ենք, բացի այն կծկտուր ինֆորմացիաները, որը ժամանակ առ ժամանակ մենք տեղեկանում ենք ASN, նստում քննարկում ենք այդ մի նախադասությունը ինչեր կարա պարունակի ու հանրությանը տեղեկացնում ենք, նախ անցյալ տարի առաջին անգամ ամբողջ փաթեթը ներկայացվեց։ Ընդ որում ամբողջ բանակցությունների փաթեթը երբ որ ներկայացվեց ու դուք պատի ցալկերից գրմռում եք, մարդը ասեց եկեք գնանք, սրանից ավել բան գիտեք, եկեք գնանք հանրային հեռուստատեսության եթերում նստենք, խոսենք բոլորով։ Ընդ որում ենթարկելով դարձյալ մեր պահանջը, ոչ մեկը չգնացի։ Մի խոսքով հանրապետականները արձանագրում են, որ տեղյակ էին ինչ-որ հողեր տալուց, որը այդպես էլ չէին ասում, թե ինչի արդյունքում են ասում, որովհետև դեռևս 20 թվականի պատերազմը չէր եղել։ Իրանք չգիտեին դա ինչով կվերջանա, ոնց կընթանա եւ այլն։ Տեղի ունենում 20 թվականի պատերազմը Արցախում։ Պատերազմի ընթացքում սրանք ու սրանց հարող ուժերը բոլոր այդ ժամանակների մեղավորությունը կրող պատերազմի ու նրա ելքի իրավիճակի մեղավորությունը կրողները, ովքեր որ դարձել են նախկին, մի մասը դեռևս աշխատում են, փորձում են մարդկանց մանիպուլացնել, փորձում են անգամ զինվորների վրա ազդել մարտունակության վրա, հողերը տված է եւ այլն, դեռ պատերազմի ժամանակ։ Այսինքն այն որ 18 թվականին ասում էին, 19-ին ասում էին, 20 թվականի պատերազմի ժամանակ նույնպես ասում են, իբր իրանք տես Նաստրադամուսներն են, յանում իրանք մի հատ տես 10-ի գիտեն, էլի, բաները, տես հասկանում են այս կոմեն գուշակությունները։ Ոչ, իրանք գիտեն այն, ինչ որ գիտեն, ու դա պետք է վաճառել հանրության վրա։
Վերջ, իրենք շատ լավ գիտեին, որ իրենք տվել են հողեր։ 20 թվականի պատերազմից հետո սրանք պատերազմից հետո ո՞րն է, նոյեմբերի 9-ի գիշերը դուրս են գալիս եւ գրավում կառավարության շենքերը։ Ազգային ժողովի շենք եւ այլն։ Այսինքն ընդ որում ոմանք ֆորմով բան, թե ոնց էին հասցրել Ղարաբաղից թողնել ու գալ հասնել կենտրոն, շատերը կարող եք ինքներդ գուշակել, որովհետեւ բարձ պատասխան կա Ղարաբաղում չեն եղել։ Ու տեղեկացված էին, որովհետեւ կառավարության ներսում իրանք ունեն իրանք շպիոնները տեղեկացված են, որ ֆսոտոկի գործերը վատ է, որովհետեւ պատերազմի ընթացքում մի քանի անգամ անվտանգության խորհրդի նիստ է եղել, քաղաքական ուժերի հետ բաներ են եղել, ժողովներ են եղել, որոշումներ կայացնելու բան։ Սրանք չէ պետքա կռվել, այսինքն մաքսիմում պետքա շատ զոհ տալ, իրենք իրենց երկրորդ պլանն են ունեցել։ Մի խոսքով, շատ լավ իմանալով, ինչ է կատարում, դա համարում են իրենց համար հնարավորություն իշխանություն վերականգնելու։ Գալիս է պատերազմը, պատերազմից հետո նոյեմբերի 9, սրանցից ոչ մեկի ճիժն ու պիժը չի գնում կռվելու, դա հաշվի եք առնում։ Նոյեմբերի 9-ին հելնում է շենքեր են գրավում, հայրենասիրությունից մղված, վայ ես ինչ արեցիք, բան ցած կապիտուլյանտներ էս կոմենկով ու դրանով նաև թույլ չեն տալիս, որ հասարակությունը իր հարցադրումները ճիշտ կատարի, որովհետև բոլորի մոտ զգացմունքային պահ, հանրությունը նույնպես ունի հարցեր։ Այդ հարցերը ընդդիմությունը քաղաքական ուժերը չի որ ունեն։ Այդ հարցերը ունի ժողովուրդը։ Եվ համենայն դեպս ոչ հանրապետականները, ոչ քոչարանականները չեն ներկայացնում ժողովրդին։ Մի խոսքով Ուրեմն ըստեղ քֆուրները ով քֆուր օգտագործում, հենց էսի մամմայիդ մասին ես խոսում բջջի ծնունդ, դա վեր ռադեղի, կետած բալեկիդ մոտ կնստես քֆուրով խոսած եզի զավակ, դա վեր ռադեղա։ Մի խոսքով դրանից հետո խոսքա գնում, որ այ քանի որ Արցախը տվեց, հիմա էլ հեսա 3 հատ անկլավ ա տալու, ժողովուրդ, մենք անկլավ տալու մասին որևիցե մեկը չի կարող ինձ ասի, որ մինչև 2020 թիվը լսել է կամ 18 թիվը մինչև լսել է։ Կարող է տեղաբնակները որոշ մտահոգություններ ունեցել են, բայց տես խոսակցություն շրջանում բավարար չի եղել։ Անկլավներ ա տալիս, հեսա ես իմիջ գյուղեր ա տալիս, հեսա միջանցք ա տալիս, էս։ Դիմակայում ես, ասում ես, քանի որ ասողը նրանք են, ովքեր որ վստահաբար տվել են, որովհետև ոչ մի ձև չեն մեկնաբանում, թե իրանք ոնց կարան դա իմանան, ոնց կարա դա տեղի ունենա, որ պարագայում կարա մարդը անկլավա, ոչ մի կերպ չեն մեկնաբանում։ Ուստի ենթադրվում է ու հիմնավոր ենթադրվում է, որ իրանք տեղյակ են իրանց տվածից։ Գնում են եթերները։ Իհարկե հարցակումները մեր եթերների վրա փակեցի արդեն Մխիթար ջան։ Իհարկե մեր վրա նույնպես։ Հետո հին հետևորդներից ախպերս Գուգո ջան, ես հիմա ջնջում եմ այս մեկնաբանությունը։ Եթե մեկը ապուշի պես դրել է բան արել, մեկնաբանություններում հայոյանք օգտագործել, ես հասկանալով քո ասումը, միևնույնն է կներես չեմ կարող թույլ տամ ստեղ հայոյանք լինի։ Ու խնդրում եմ պահպանեք այդ բանը, շատ կարևոր բան ենք խոսում, կենտրոնացեք խոսույթի վրա, որ իմանաք։ Ուրեմն դրանից հետո լինում են խոսակցությունները Տիգրանաշենի մասով, ինչը չէ, մինչև այդ գնում են խոսակցությունները Գորիս Կապան ճանապարհի մասով, այնտեղ արդեն բլոգ պոստը տված է, դրած է, այնտեղ արդեն գնում է շուրնուխի թեմաները, ես թուրքերի միջով մի քանի անգամ անցել դարձել եմ տղեկին տենալու բանման հասցնելու, եկել պատմել եմ ինչ եմ տեսել, ոնց է ինչը, այդ սա ովքեր վաղուց հետևում են, այդ ամեն ինչը մշտապես տեղեկացված է եղել, ինչը շատերին խանգարել է, դրա համար էլ շատերը ագրեսիվացել ու սպառնալիքների, մահապորց, ընդհանուր միջև հետո արդեն են վերջի դեպքերը էդի հետ։ Ինչ ասած, ինձ 6-րդ վարչությունից դաժե զանգել են, ասել են կողրա, հրավիրել են իրենց մոտ, ասել են որ մահապորցի բան են հայտնաբերել, մենակ դրա համար որ ճշտի հետևից գնում եմ ու իրանց դա խանգարում է, որովհետև իրանք զբաղված են մանիպուլացնելով ու իրանց ներթայնացնում է, որ դիտողականությունը ինձ մոտ շատ է ու ես կարողանում եմ հասարակությանը ներկայացնել իրականում ինչ կա։ Հետո ոնց պիտի դնեին ինձ բանանեն, ինքը Նիկոլականը ժողովուրդ իրան մի լսեք, այդ դրա համար էլ տենց է խոսում, որպեսզի մարդիկ լուրջ չվերաբերեն։ Ինչ ասես խոսել են, ինձ ընտանիքին էլ ինչ ասես ասել են ու դուք շատ լավ գիտեք։ Սպառնալիքներ եւ այլն։ Ես միևնույնն է արել եմ, այն ինչ որ արել եմ։ Ուրեմն հետո խոսակցությունը գնում է այդ ճանապարհի մասով։ Ասում եմ ախպեր ջան, վարչատարածքային միավորի մասին օրենքը Հայաստանի Հանրապետությունը ընդունել է, Սահմանադրական դատարանը ճանաչել է։ Այսինքն այդ ճանապարհը տվել է դեռևս Սերժ Սարգսյանը։ Ցավոք, մեր այդ ոչ մեկ ազնիվ չի եղել։ Ժողովրդին շան տեղ չեն դրել ու բացարձակ չեն ներկայացել ինչ են բանակցում, ինչ չէ։ Այդտեղ մի հատ կռիվ դավիներ լիքը։ Հիմա հետո հրապարակում եմ այս տեսանյութը։ Կներեք, ուրեմն ես այդ ժամանակները որ սա այս տեսանյութը իմ են մյուս հեռախոսի մեջ է, որը որ շատ վատ վիճակում է իմիջիայլով։ Ու այդտեղից երբ որ ես տեղադրում եմ TikTok-ը 5 րոպե էր թույլ տալիս եթե
որ նյութ լիներ, իսկ ես դրա մասին մեջ ժամանակ տեղյակ չէի, ու այստեղ 5 րոպեն է, որտեղ որ կա հետեւյալ բանը, որը որ ձեզ ցույց տվել եմ ժամանակին, ովքեր մշտապես հետևում են, գիտեն, որ ես սա ցույց տվել եմ։ Ու սրա մասին լուրջ երկխոսություն չի ծավալվում։ Ես հեսա հարցադրումներին եմ անդրադառնալու, որպեսզի հասկանալի լինի ինչը ինչոց է։ Ես առաջարկում եմ այս նյութը լսենք, ցավոք ինքը 8 րոպեանոց տեսանյութ է մոտավորապես, 5 րոպեն է այստեղ երևում, բայց հիմնական մասը կա։ Խնդրում եմ լսեք, ժողովուրդ ջան։ Հայաստանի 2008 թվականի քարտեզն առանց Լեռնային Ղարաբաղի Տիգրանաշենն էլ ադրբեջանական անկլավ։ Այս քարտեզները 2008 եւ 13 թվականներին Հայաստանն է ուղարկել ՄԱԿ։ Ուսումնասիրությունը կատարել է փաստերի ստուգման հարթակը Հայաստանի ինքնիշխան տարածքի մասին քննարկումների ակտիվացման ֆոնին։ Հիմա ըստ հերթականության ՄԱԿ անդամ ցանկացած երկիր կարող է կառույցին ներկայացնել իր պատկերացմամբ իր ինքնիշխան տարածքի քարտեզը։ Ընդ որում, ըստ ուսումնասիրության նման քարտեզները ՄԱԿ-ին ներկայացնում են հիմնականում տարածքային վեճ ունեցող երկրները։ Հայաստանն անկախացումից հետո 6 անգամ է քարտեզ ուղարկել։ 1996 եւ 97 թվականների քարտեզներում Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման ընթացքում ոչ Հայաստանի կազմում, այլ ինքնավար մարզի տեսքով եւ նախկին լղիմ սահմաններով ներառված է Ղարաբաղը, կան Արցվաշենը, Տավուշի այսպես կոչված ադրբեջանական երկու անկլավները, ոչինչ չկա Տիգրանաշենի մասով։ Հայտնի 7 Այսինքն կներեք, այսինքն նայեք ոնց է, այսքանը մեծ բացատրեմ, որ ըմբռնելի լինի։ Ուրեմն հակամարտող երկրները ոչ մի երկիր աշխարհում առանձին չի ապրում, էլի, որ ինչ ուզի անի, չէ՞։ Գոյություն ունեն միջազգային իրավունքներ, մոտեցումներ եւ այլն։ Այս երկու երկրները որ կռվում են, կապ չունի Հայաստանն ու Ադրբեջանը, թե ովքեր։ Նրանք ներկայացնում են ՄԱԿ անվտանգության խորհուրդ իրենց կարմիր գծերը, որտեղից են կողմ իրենք չեն կարող նահանջեն եւ ինչու։ Ներկայացնում են քարտեզներ, ըստ ցանկության, դա պարտադիր բան չի, բայց ցանկալի է։ Ուրեմն Հայաստանի կողմից երկու անգամ, մինչև 6 անգամ է ներկայացվել այդ քարտեզները։ Երկու անգամ Լևոնի ժամանակ, երկու անգամ Քոչարյանի, երկու անգամ Սերժի առաջարկություններով ասա։ Լևոնի ժամանակ երբ որ ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունը, Տավուշի երկու անկլավները, այսինքն Լևոնը ասել է, սա անկլավ է, սա մերը չի, Ադրբեջանինն է։ Մեկը Ազատամուտն է, մեկը այն Ասկիպարան Նոյեմբերյանի կողմը։ Ու Ղարաբաղն նախկին լղիմ սահմաններով, այսինքն առանց 7 շրջանների։ Ասել է էսա, հասկանում եք։ Ու այդպես ուղարկել է ՄԱԿ։ Մենք սրա մեջ, որպեսզի դիվանագիտությունը հասկանալի ըմբռնելի լինի, ոնց է շարունակվում արտաքին դիվանագիտությունը։ քարտեզի Ադրբեջանի տարածքներն են։ Երրորդ անգամ Հայաստանը քարտեզներ է ներկայացրել արդեն Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, երկու անգամ, երկուսն էլ 2004 թվականին, մի քանի ամսվա տարբերությամբ, եւ այդ քարտեզները ըստ էությամբ նույնն են, եւ չեն տարբերվում նաեւ 90-ականներին ներկայացված քարտեզներից, այսինքն կան լղիմը, կան Տավուշի անկլավները։ Վերջին երկու քարտեզները Սերժ Սարգսյանի ղեկավարման օրոք են ուղարկվել ՄԱԿ, որոնք սակայն ամենից շատ զարմացնողն են։ Այստեղ Լեռնային Ղարաբաղը որևէ կերպ սահմանազատված չէ Ադրբեջանի։ Որպեսզի հասկանալի լինի, Լեռնային Ղարաբաղը առհասարակ գոյություն չունի, այնտեղ հարցը Ադրբեջանն է լրիվ։ Ասում է, եւ առաջին անգամ քարտեզներում անկլավի տեսքով հայտնվել է Տիգրանաշենը։ Տիգրանաշենը ժամանակ 7 շրջանները համարվում էին հայրենիք, եթե այդպես ասենք, մինչև այսօր իր կուսակիցներն այդպես են անվանում, սակայն չգիտես ինչու 2008 թվականին ՄԱԿ ուղարկված քարտեզներով լրիվ այլ բան ենք մենք տեսնում եւ ամենահետաքրքիրը որ Լեռնային Ղարաբաղը իսկ բացակայում այդ քարտեզներից եւ ես հետաքրքիր կլինի իմանալ իրենց պատասխանը սրա հետ կապված, որովհետեւ 2008 թվականին կամ 10 կամ 11 թվականին Հայաստանի քարտեզը ավելի շատ մեծանում էր, քան թե փոքրանում էր իրենց ներկայացրածով, որովհետեւ երբ մենք հիմա խոսում ենք այն վարչատարածքային բաժանման օրենքի մասին, որ ասենք դուք այդ ժամանակ այդ օրենքը ընդունել եք, պետական սահման եք գծել, իրենք դա նույնպես չեն ընդունում։ Ըստ Արկիդ Աղոյանի նշանակում է Հայաստանի Հանրապետական Կուսակցության կառավարման օրոք արտաքին քաղաքականության երկու տարբերակ է եղել, մեկը ներքին, մյուսը արտաքին սպառման համար։ Փաստերի ստուգման հարթակի բացահայտումը լիովին հակասում է այն քաղաքականությանը, որն իրենց ներկայացմամբ կրում են Հանրապետական Կուսակցությունն ու պատիվում են դաշինքը։ Ովքեր առավոտից երեկո խոսում են կորուսված հայրենիքի մասին, սակայն նույնիսկ Լեռնային Ղարաբաղը որևէ կերպ նշված չէ, նախորդ քարտեզներում է Խանքենդ երկրված Ստեփանակերտը։ Պիտի հասկանա, թե իրենք ինչ են դրել այդ քարտեզի հիմքում եւ ինչու են այլ բան խոսում։ Իմիջիալոց այդպեսի քարտեզներ նույնպես եղել են, որտեղ Ստեփանակերտի տեղը գրած է եղել Խանքենդի։ Հակասությունը պիտի պասել, որովհետեւ դա խորը հակասություն է եւ այն քաղաքականությունը, որ այսօր նրանք վարում են Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականության դեմ, որը հակասում է Հայաստանի Հանրապետության օրակարգին այսօրվա, միա պիտի հասկանանք այդ ոնց է լինում, որ 2008 թվականին կար այդ քարտեզը, որի հետ կապված նմանատիպ խոսակցություններ երբ հիմա գնում է, իրենք ինչ որ պահանջատիրություն են ներկայացնում։ Ամենայն հավանականությամբ սա է եղել պատճառը, որ ժամանակին բանակցային գործընթացը գաղտնի էր պահվում, նշում է Դավոյանը։ Ես հիշում եմ ֆրանսիացի համանախագահներից մեկն ասել է, որ սա պատմության մեջ ամենակիչ լուսաբանված բանակցությունների գործընթացն է, որի մասին որևէ խոսակցություն չկա։ Ես չեմ հիշում որևէ բանակցային հանդիպում, որից հետո գա եւ արտաքին գործերի նախարարը կամ պետության ղեկավարը տար բազաբանում տար լուսաբաներ
տեղի ունեցած է եւ հանրությանը ներկայացրել թե ինչեր էին քննարկվել։ Դրա համար երբ մենք քննարկում ենք եւ մեր դիմադիր գործընկերները տարբեր դիրքերից են հանդես գալիս, մեզ մեղադրելով տարբեր մեղքերի մեջ ճակերտավոր այսպես ասած, իրենք առաջին հերթին սրա համար են պատասխանատու եւ երբեք չեն ուզում պատասխանատվություն կրել։ Քարտեզների հավաստիության մասին ուսումնասիրությունն իրականացրած Նանե Մանասյանը նշում է, դրանք ՄԱԿ հարթակում հայտնվում են բացառապես անդամ երկրի ցանկությամբ։ Որևէ մեկը, այնպես ինչպես օրինակ Google Maps-ում կարող է փոխել քարտեզները։ Դա տեխնիկական մաս է։ Ուրեմն նայեք ժողովուրդ ջան, խնդրում եմ ուշադրություն դարձրեք ամսաթվին 24/04/04 24 թվականի ապրիլի 4-ին սա հրապարակում եմ, հավաքում է 61000 դիտում TikTok-ով։ Սրա մասին իմ Facebook-յան էջում, որը 130-140 հազար դիտում է, հավաքում ասում եմ միատելը հավաքվեք, տեսնենք այս ինչ է։ Ուրեմն եթե կլինեն արդարացողներ, թող չշեշտեմ, ոստեղ այ Արփի Դավոյանն է խոսում, դե իշխանությունից է խոսում։ Արփի Դավոյանը խոսում է, հակադարձելու բան չի եղել։ Չեք հակադարձել ոչ մեկը։ Այդ բանից է հանձնաժողովից է խոսում է, բայց այնտեղ փաստերի ստուգման հարթակն է։ Իմիջիալոց որին այս վերջերս ցիտում էր հենց ուժեղ Հայաստանը։ Այսինքն դուք ընդունում եք դրանց Մարիա Ղարամանյանը եթե չեմ սխալվում։ Այսինքն դուք ընդունում եք դրա ճշմարտացիությունը։ Ուրեմն հիմա գանք հերթով 21 թվականին 20-21 թվականներին բանը ես Telegram-յան ալիքներից մեկում հյուր եմ լինում։ Ինձ հարց են տալիս Տիգրանաշենի մասով։ Ասում եմ ժողովուրդ ջան, այդ հարցի պատասխանը տվել է Արտեմ Փաշինյանը։ Բացի Փաշինյանի տալը 1000 անգամ գնացել եկել եք։ Ինձ ասեք, օրինակ, ինչի համար է ճանապարհը երկարում, երբ որ ես նայում ես Տիգրանաշենի միջով գնալուց, այդ միջպետական ճանապարհը, շատ ավելի էժան կնստեր ճամփի ծախսը ու ավելի հարմար էր։ Խիացած գնում շրջանցում Տիգրանակերտը։ Խիա հավելյալ մոտավորապես 100 միլիոնի ծախս արած, որպեսզի շրջանցի Տիգրանաշենը։ Ու դա այդ ծախս արված է Սերժի ժամանակ, որովհետև հյուսիսարավային այդ կողմերից սկսան, որտեղ որ էժաներ սկսեցին թափով սարքել, էլի։ Հետո այնտեղ տեղերը տես թողեցին Սերժի ապերնել փողերը կերմի խոսքով, այդտեղ խառը պատմություններ կա։ Ասում, այդտեղ կա թեմա, բայց մի հատ տեսնենք ինչ է ստացվում, որովհետև հարցը գիտեք ինչ, այդտեղ նախկին ու ներկան չի։ Ես լրիվ կմբռնեի, եթե Սերժենք ազնվորեն խոսացած լինենք, թե ինչ են բանակցում կամ գոնե ինչ որ թեմա ասրած լինենք, մենք պատրաստ լինենք դրան։ Բոլորս ենք հասկանում Տիգրանաշենի աշխարհագրական կարևորությունը, մյուսը, բայց դա եղել է մեզ խաբել են, չեն ասել դրա մասին։ Գնաց իսկ աշխարհի համար իրանց քիչ հետաքրքիր, դա իրանց ասում է Սերժ Սարգսյան անունազգանով ազնվորություն, Նիկոլ Փաշինյան անունազգանով ազնվորություն, թե օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ, դա պաշտոնական Երևանի դիրքորոշումն է, որովհետև քարտեզները գնացել է արտգործ նախարարությունից։ Ուրեմն, այս շուխուրը անում է, մինչև որ այնքան ընդդիմադիրները սրա մասին հարց չեն տալիս, հավատացնում եմ ձեզ, սրա մասին վերջը այս շուխուրի դեմը ոչ ոք չի կարող մարնի կառավարության հետ ազգային ժողովում հարց ու պատասխանի ժամանակ, այնքան ընդդիմադիրները ձեն չեն անում, մինչև քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր այդ ժամանակ Վահագն Ալեքսանյանը ինքն է իր վրա վերցնում ընդդիմադիրի գործառույթը ու հարց է տալիս կառավարությանը, ասում է սենց վիդեո է տարածվում ու հանրության մեջ այսպիսի խոսակցություններ կան, դե հանրային տիրույթում։ Ինչ կասեք, դա որքանով է ճշմարտացի։ Փաշինյանը ասում է լսեք ասում։ Բացի այն որ դա է ճշմարիտ, որ է տենց է։ Բացի այդ որ գնացել բանակցել են ինչու՞ Սերժը որ ասում է մենք ամենանգամ ձիծում ենք Ալիևը պահանջում է ավելին։ Բացի այն որ Կոչանից հետո Տիգրանաշենն էլ ավելացրել որպես անկլավ։ Բացի այդ 18 թվականի հեղափոխությունից հետո արտգործ նախարարության կայքից ջնջում են նման քարտեզներ ՄԱԿ ուղարկած լինելու մասին ինֆորմացիա։ Այսինքն որևիցե մեկը, եթե դառնա երկրի վարչապետ, չի կարող իմանալ, թե կարմիր գծերի հետ կապված առհասարակ ինչ քարտեզներ ա ուղարկված այնտեղ։ Կարա վարչապետը դիմի ասի, դե գիտեք ինչ հեղափոխությամբ եմ եկել, նա ասեք ինձ այդտեղ ինչ տվյալներ ունեք։ Իհարկե կարա հարցնի, բայց դա դիվանագիտական առումով որքանով է նորմալ, դա ազգային խայտարակություն է։ Դա դավաճանական process է, հասկանում, դա գնա գալիս եմ նա։ Ես չգիտեմ հարցրասկելին թե չէ, բայց արձագանքից հետո ինձ համար պարզ դարձավ, որ ստեղծվել է հանձնաժողով քննելու թե ոնց է անհետացել այդ ինֆորմացիան։ Եվ հիմա ես հարցադրում ունեմ, այդ հանձնաժողովը ինչ արդյունք է գրանցել, աշխատանք, արդեն 2 տարուց ավել անցել է։ Ու ամենավատը մեր լրագրողների, որ իրաց հարցադրումները չեն ձևավորում։ Ես այն միակ հարցադրումը չի։ Եվ ես դեռ իմ հարցադրումները կասեմ հնդածս։ Մի խոսքով, հետո մեկ էլ տեսնում ենք, դե գիտեք ինչ, նախ եւ առաջ ես այնքան էլ համաձայն չեմ վարչապետի ուղիղ պատասխանին։
Ես իհարկե շատ լավ հասկանում եմ ինչը ինչի հետևանք կարա լինի։ Բայց ես ուղիղ ոչ թե պատասխանի հետ համաձայն չեմ, այլ լրագրողի ներկայությամբ այդ ուղիղ պատասխանին համաձայն չեմ, երբ որ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետություն չի, այո, գուցե Հայաստան չի, բայց կներեք, Ադրբեջանի բանը, հանրապետությունը առաջին ադրբեջանական հանրապետության իր հաջորդն է։ Մենք խորհրդային Ադրբեջանի, երբ որ 91 թվականին արմատին օջակվեց։ Ադրբեջանը ասում ես բանի ժամանակվան եմ, ես ուզում եմ հասկանամ, ոնց է ստացվում, որ ինքը լինելով իր հաջորդը մինչև 21 թվականի Ադրբեջանի, այսինքն առաջին Ադրբեջանի հանրապետություն, Տիգրանաշենը վտրուկ անկլավա ձեռք բերել, որը ձևավորվել է խորհրդային միության ժամանակ, որոնց իր հաջորդը Լևոնը, Քոչարյանը, Սերժն է։ Այդ ի՞նչ եմ հասկանում։ Այստեղ էլ հարցադրումներ մենք չենք տեսնում, ոնց որ թե կոնսենսուս կա, բայց ամեն մեկը ուզում է ցույց տա, որ ինքը ավելի սրտացավ է, բայց կոնսենսուս կա, որը դեպի տվսվի։ Մնացածը խաղում են մեր բոլորիս նյարդերի ու հուզումների վրա, որովհետև իրականում բոլորը շատ բաղուցվածից պատրաստված են եղել ոպիտի դեպի, բացի ժողովրդից։ Ու իմի շատ լավ առիթ է, որ դուրս գան հարցեր լուծելու։ Սա այսպես, ուրեմն կապված են երկու անկլավների հետ, Ազատամուտը ու այդ ինչ ասկի բարեր չեմ հիշում։ Այդ երկու տեղում բնակչություն չկա, չեն ապրում։ Այդ երկու տեղերում էլ եղել են, շրջել են դեռ 24 թվականին, որ սրբազան շարժում էր սկսվում, այդ ջիհադիստական շարժումը, այդ սաղ անցել է։ Երկու տեղերում բնակչություն չկա, մենակ Տիգրանաշենում կա։ Եվ արյոտես, որ Տիգրանաշենցի կարծես տեղեկացված են ինչ է կատարվում, ինչ է լինելու։ Ու իրենք շատ ակտիվ չեն այս շրջանում, ոնց որ հետևողական վիճակում լինեն։ Ինչը շատ նորմալ է, որովհետև ինչ որ բաներ երևի գիտեն, կարող փակ խոսակցություններ ա եղել, որոնց մասին մենք կամ տեղյակ չենք, կամ տեղյակ ենք, բայց խոսակցության նյութից տեղյակ չենք։ Հիմա, դա որ այս ամեն ինչի մասին խոսում ենք, դուք ինչի եք գնում գալիս, կապիկ լամիշ լինում, ես իմ ինչ, գիտեք խնդիրը որտեղ է։ Խնդիրը այնտեղ է, որ տապողները դուրս են եկել տալուց են խոսում։ Իմ խնդիրը այդտեղ է, որովհետև այդտեղ հանրության իրական հարցադրումները գնում կորում են, գնում սվաղվում են։ Օրինակ, ես հենց իմի հարց ունեմ, հենց իմի։ Արդեն 26 թվականի օգոստոսի քանիսն է այսօր 22-ը։ Ընտրություններից անցել է գրեթե 2 ամիս։ Իմի հարց ունեմ։ Ախպեր ջան, Հայաստանի Հանրապետության են բանը որ կար, մագնիսիկը։ Այդտեղ այդ անկլավները նշված են, որ կա։ Չէ՞ որ այդտեղ շատ բանավեճեր էինք մենք տեսնում։ Բանդիմադիրները խիստ հարց չունեին։ Որպեսզի հանրությանը ցույց տա, որ այդ հետագայում ցույց տա, որ այդ տեսեք ձեզ խաբեցին։ Հասկանում եք խնդիրը որտեղ է։ Իրենք շատ լավ գիտեն ինչ է կատարվում։ Հիմա եկեք մի 2-3 վիդեո միասին դիտենք։ Թե որտեղ են մեզ փորձում գցել, ասենց ասած։ Ուրեմն վիա Կանալի ժողովուրդ ջան։ Անի Արաքելյան, ում գործունեությունը ես պիտի ասեմ, որ նշի որ չեմ հարգում։ Ինքը երբեմն լավ ռոլիկներ պրոմոներ անում է, բայց մեկ-մեկ էլ, բայց ընդհանուր առմամբ ուժեղ Հայաստանի կողմնակիցն է ու նրա ելույթը լսել եմ ուժեղ Հայաստանի բեմից, շատ ծանր եմ տարել միջայլոց, որովհետև ինքը շատ լավ բաներ կարար անել։ Մարդը գնացել կանգնել է Տիգրանաշենում, մեզ ցույց է տալիս, թե Տիգրանաշենը որտեղ է, խնդրեմ։ Ես կանգնած եմ Տիգրանաշենում։ Այս ճանապարհով է Երևանը կապվում Վայոց ձորի, Սյունիքի եւ Իրանի հետ։ Իսկ Նիկոլ Փաշինյանը այս գյուղի մասին հայտարարում է. Քարքին Հայաստանի տարածքից։ Բայց որ փաստաթղթով։ Սահմանազատման հանձնաժողովները Տիգրանաշենի հատվածի վերաբերյալ համաձայնեցված քարտեզ կամ արձանագրություն չեն հրապարակել։ Նախ քարտեզները տեսարանի ջան որ կային, բայց դու դա չես տեսել։ Սերնատ ուրիշ հարց կա է ախր։ Այդ օրինակ Լևոնի ժամանակ երբ որ երկու հատ քարտեզեր ուղարկում, Քոչարյանի ժամանակ երկու հատ քարտեզեր ուղարկում, Սերժի ժամանակ երկու հատ քարտեզեր ուղարկում։ Էդի ինչ քարտեզների հիման վրա էր, դրա իրավական հիմքը որտեղ էր։ Որտեղ էր այն հիմքը իրավական, ինչի այդ աշխարհը պիտի հաշվի նստեր։ Որտեղ էր, ով է հատկացրել։ Կարող եք թե ժամանակ, այդ ժամանակ տալ են այդ հարցերը առաջացած չլիներ, որովհետև մենք հիմա ավելին ենք հասկանում, քան 20 տարի առաջ ենք հասկանում։ Եվ հիմա մենք պիտի հարցադրումները մեր փորձենք ձևակերպել ոչ թե քաղաքական նախասիրություններից ելնելով, սիմպաթիաներից ու անտիպաթիաներից ելնելով, այլ հենց գործի բանի մեր այս անհանգստությունների բնույթից ելնելով։
Հասկանում եք, այստեղ է խնդիրը։ Բայց դուք միևնույնն է բերում եք քաղաքական տիրույթ, որ եթե ես հաշ չեմ, ոչ թե որովհետև կարող է դուք բերում եք տիրույթ ու ես չգիտեմ, սա մարդ եմ պաշտպանում, ոչ, դուք բերում եք քաղաքական տիրույթ, հենց Սերժի ո՞ռն եք պահում։ Սերժի Քոչարյանի Լևոնի ո՞ռն եք պահում, բերելով քաղաքական տիրույթ։ Այդ դրա համար եք դուք բերում քաղաքական տիրույթ։ Դուք ոչ թե բերում եք, որպեսզի Փաշինյանին վնասեք, ոչ, դուք բերում եք, որպեսզի նրանց ո՞ռը պահեք։ Այս է խնդիրը։ Շարունակենք լսել։ Կառավարությունն էլ հանրությանը չի ներկայացրել ամբողջ իրավական շղթան, երբ որ մարմնի որոշմամբ եւ ինչ հիմքով է տարածքը վերագրվել ադրբեջանական ԽՍՀ-ին։ Ալմա-Աթայի հռչակագրում Տիգրանաշենի սահմանակից չկա։ Իսկ 29743 քառակուսի կիլոմետրը Հայաստանի ընդհանուր մակերեսն է, ոչ թե այս հատվածի սահման է որոշող քարտեզը։ Քարտեզագրական նյութերն էլ միատեսակ չեն։ 1926-ից մինչև 1939 թվականների հրապարակված քարտեզներում այստեղ անկլավ չի պատկերվում։ Անի ջան, ես քեզ խորհուրդ եմ տալի, ինչ ես եկել 1936 թիվ։ Ինչի բան, չգիտեմ, մեր թվականությունից առաջին դար օրինակ։ Դա вообще անկլավ բառը գոյություն չունի։ Ուրեմն ասեմ, որպեսզի հասկանալի լինի։ Քարտեզագրումը, բանը, սահմանազատումն ու սահմանագծումը առաջ է ընթանում վերջին իրավական հիմք ունեցող քարտեզների վրա։ Այստեղ ключевое слово մեխը վերջին եւ իրավական հիմք։ Այսինքն, եթե կա մի հատ քարտեզ, որը 48 թվի է ու ունի իրավական հիմք, բայց ինքը վերջինը չի, ուրեմն էսի հələ թողեցինք։ Եկանք դրանից հետո ինչ քարտեզ կա, որ իրավական հիմք ունի։ Էս որ թիվա, էս հիմա 75 թվի քարտեզները ցավոք սրտի կամ չգիտեմ ի բարեբախտություն ով ոնց կընկալի 75 թվիները վերջին իրավական հիմք ունեցող քարտեզներն են անկախ նրանից ձեռատալից թե չէ հարցատեղ չի որովհետեւ տես ոնց է զինվորականության մեջ հիմա եթե բանը հրամանատարը ասի հավսար զգաս սա հրամանա որը պիտի կատարես ու մեկը ասի դե ես գնացի քնելու ասում ես քեզ գնում քնելու ասում որովհետեւ երեկոյան ինձ հրամայել էին գնալ քնել Կարա տեղի ունենա նման բան, իհարկե չի կարող տեղի ունենալ նման բան, որովհետև եղել է վերջին հրամանը, մշտապես վերջին հրամանն է բանը։ Նույնը այստեղ, պայմանավորվածությունը եղել է վերջին իրավական հիմք ունեցող քարտեզների մասին, որը երկար ժամանակ չէր տրամադրում Ռուսաստանի գերշտաբ, ասում չգիտեմ ուր ախպեր, դրել եմ դրանքի տեղ մեջ մոռացել եմ ուր։ Այս նրա համար, որ մաս հիբրիդային իր աշխատանքը իրականացնի այս ժողովրդին, ցած կտրտելով տանի, այս սա է իր թշնամությունը։ Մի խոսքով Եկեք լավ, մի քիչ առաջ գնանք 75 թվի քարտեզներով, բայց այդտեղ ո՞նց է առաջ գնալու։ Դրա մասին էլ ենք 1 միլիարդ անգամ խոսել։ Նախ ժողովուրդ ջան, լավ, եկեք միջով առաջ գնալ։ Շատերը ասում են, բա հիմա այսքան պիտի տվեցվի, էսի պիտի անի տվեցվի։ Ժողովուրդ ջան, եկեք առաջ մի ինգեք։ Սենց է խնդիրը։ Բանակցությունները ունեն իրանց կարգ ու կանոնը։ Դա պիտի բխի միջազգային նորմերից նաև, ով միջազգային ինչպիսի կոնվենցիաներ ստորագրել ինչ միջազգային օրենքների տիրույթում է գտնվում։ Ուրեմն, մի քանի տարի պատմել եմ սրա մասին բացատրել եմ։ Էլի պատմեմ բացատրեմ, շատերը հույս են դրել հանրության հիշողության վրա, շատերը այդ ժամանակ թիրախավորում էին դրա համար էլ գուցե չեն լսել, ուրեմն տեսեք։ Սահմանագծումն ու սահմանազատումը տարվելու է 3 փուլով։ 3 փուլով։ Առաջին փուլը այն էր, ինչ տեղի ունեցավ 24 թվականին։ Առաջին փուլում երկու երկրները պարտավորվում են իրար փոխանցել այն բնակավայրերը, բացի անկլավներից, այն բնակավայրերը, որոնք մյուսի տարածքում են։ Բնակավայրերը, գյուղ, երբեմնի բնակավայրեր, այդ կողմերը մարդ չա, բայց երբեմնի բնակավայրերը, որպեսզի այդ բնակավայրում երբևէ ապրած մարդիկ միջազգային կարգ ու կանոնով մարդու ազատ տեղաշարժը չպիտի խոչընդոտվի, ազատ տեղաշարժի իրավունք գոյություն ունի։ Հետևաբար սկզբում բնակավայրերը պիտի փոխանակվեն։ Եվ բնակավայր որպես այդպեսին, այստեղ կար 4 հատ այդ գյուղը, որտեղ որ մարդերը ապրում, ես ինքս գնացել, նկարել եմ տարածքնել շատ փոքր Խերիմլին, Կզլհաջիլին, մյուս։ Այդ սա նյութերը ինձ մոտ կա, որովհետև ի տարբերություն շատերի ովքեր կուրորեն դուրս էին եկել ջիհադիստական պայքարի մասնակցելու, ես Ինչքան էլ որ վարչապետները ասում ես վստահում են նրա խոսքին, այնուամենայնիվ հաղորդում են վարում, այն մարդիկ հիմա նստած սպասում են ես ինչ կասեմ։ Ես ոչ չեմ ելնի իմ պետության հայրենիքի մասին է խոսքը։ Չեմ կարող ես դուրս գալ ու ասել են ինչ որ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Ինքս իմ ընկերների հետ իմ հասարակական կազմակերպությունով ծախս են կարել, մեքենայով վեր են կացել, գնացել են այդ կողմի վրա։
Անկեղծեն ասեմ, այդ ժամանակ մեզ դիմավորել է Ստեփան Սաֆարյանով դարձել այդ գյուղում ու գյուղացիների հետ հսկայական աշխատանք էր տանում, ոչ միայն գյուղացիների, տարածաշրջանի բնակիչների հետ հսկայական աշխատանք, որովհետև այդ հիբրիդային պատերազմը մտել էր արանք, որպեսզի կինո կանգնի ու այդ ամեն ինչը տեղի չունենա։ Գնացել ենք դիմավորել, այդտեղ եղել են արտերկրից նույնպես ներկայացուցիչներ, միասին դուրս ենք եկել, ընցերից գրեթե ոտքով անցել ենք, դրանք էլ մեզ տեսել են այնտեղ Շոմաս Գոհոն էին միացնում ոսկեպարում, Արշակ Կարապետյանի սարքած ռուսական բազան, որ հիմա քանդեցին, ռադ արեցին վերջապես, այդ էլ կային, որ անընդհատ ասում են, ապա որ այդտեղ հավաքվել եք, խեն բազայի մոտ չեն գնում հավաքվեք, Բագրատիոն, այդ էի ասում, որ կողքներ խաչքարեր դրած, հայ-ռուսական չգիտեմ ինչ։ Մի խոսքով ծերից էր անցնում ենք, ուսումնասիրում ենք, տալիս ենք, առնում ենք, հասկանում ենք խոսքը ինչի մասին է, որ գծերի, ինչին է խանգարում, ինչի քարտեզներ կան եւ այլն, ու ես այդտեղ մի քիչ սիրտս հանգստացած, հասկանալով որ հա, էսի պիտի տվսինը, բայց միևնույնն է, ընդհանուր պատկերը արդեն տեսած, գալիս եմ, եթե եմ անում ձեզ համար, ժողովուրդ նկարագրում եմ ինչա ինչ չի։ Իհարկե առանց շատ մանրամասների, որովհետեւ բաներ կա, որ հրապարակային ասելու չի ինչ համարացան։ Եթե կարող է վնասել։ Մի խոսքով տեսանյութերն կա, ֆոտոները, ամեն ինչն կա։ Սկզբում բնակավայրերը։ Երկրորդ փուլում բնակավայրերին պատկանող հողատարածքները։ Կլինի դա արոտավայր, կլինի դա գյուղատնտեսական նշանակության հողեր։ Այս հողերի մասով մենք ենք մի փոքր շահեկան դիրքում կամ հավասար գրեթե Ադրբեջանի հետ։ Որովհետև բնակավայրից հետո դա է գալիս։ Մենք դեռ կարծես թե դրան չենք հասել այս սահմանազատման արդյունքում։ Եվ միայն ամենավերջում պիտի առանձին քննարկվեր անկլավների հարցը։ Իմիջայլուց, այս 3 անկլավները, որ կան Հայաստանում, հարցը այսպես էր, այդ 3 անկլավները, այնպես չի է, որ հիմնասած ներկայացնում են ադրբեջանցիները, հեսա որ եկան տեղնոստեցին։ Նախ, այդ անկլավները նենց չի, որ ադրբեջանցին ձեռնտու է, որ լինի։ Հա, տենց կարեմ դա շահարկել, բայց նախ այդտեղ գնալ գալ ճանապարհ, հետո այդ օղակի մեջ լինելը շրջապատի խոսքով, հազար ուրիշ խնդիր կա։ Այս 3 անկլավների ընդհանուր բանը տարածքը, եթե 3 անկլավները գումարենք իրար, ընդհանուր տարածքը գրեթե հավասար է, այն գրեթե շատ չնչին տարբերություն, կարելի է չտնել այդ տարբերությունը, այսքան չնչին, հա, հավասար է Արցախյանին, որն էլ իրաց մոտախնդիրներ առաջացնում։ Խնդիրները առաջացնում կոնկրետ բանի առումով, աշխարհագրական առումով։ Դա ոչ միայն տարածք է, նրա դիրքը պիտի, ոնց մեր մոտ է հիմա օրինակ Տիգրանաշենը ինձ անհանգստացնում է, Ազատամուտը նույնպես, Ասկիպարան նույնպես, բայց նույնը նա է անհանգստացնում։ Եվ ինչ էր ասվում էր, որ մենք այս պայի դրությամբ, ես չգիտեմ լրագրողները խենական դիետ է ստեմ են եւ ինձ զբաղված են եղել իրաց ջիհադիստներին լուսաբանելով։ Ասում էր sense, որ մեր այս պայի դրությամբ մենք չունենք տվյալներ, որ այս 3 անկլավները ունեն իրավական հիմք 75 թվի քարտեզներով։ Բայց մենք ունենք հստակ տվյալներ, որ Արցախը ունի իրավական հիմք, որ անկլավ է։ Բայց մեր մոտ այդ տեղեկությունը չկա։ Բայց եթե անգամ ինչ որ մի օր բարձվի, միջազգային դատարան կլինի եւ այլն, որ նրանք ունեն թաքցրած, պահած իրավական հիմք այս անկլավների մասին, մենք կարող ենք գնալ մի քիչ այլ ճանապարհով բանակցությունների եւ այլն ու փոխանակելու, որովհետեւ այդ երկու իմ կարծում եմ կարծիքով նորմալ գործարք կլիներ, օրինակ, այս պարագայում։ Այս ամեն ինչի մասին խոսվել է, ասվել է, դրվել է մի կողմ։ Այսօր դրա մասին խոսվում է, ասվում է։ Ես ուզում եմ հասկանամ, այդ ինչի վրա եք այդպես հանգարց ագրեսիվացած ձեզ համար հայտնաբերել Տիգրանաշենը ու գնացել ընդդեկաններ, նայեք ժողովուրդ ինչ է կատարվում։ Այո, շատ բան է կատարվում։ Բայց ցավն է, որ 6 տարի է այդ բանը կատարվում է առնվազն պատերազմից հետո, 16 տարի էլ կատարվել է դրանից առաջ, ու դուք այսօր եք հայտնաբերել որտեղ է Տիգրանաշենը։ Այդ ցավը հենց այդտեղ է։ Ու նրանք ովքեր վաղուց էին հայտնաբերել այդ խնդիրները, լուսաբանում, բացատրում էին, փորձում էին հասարակությանը հասկացնել, թե իրական խնդիրները ու հարցադրումները որտեղ կարող են թաքնված լինել։ Այդ ժամանակ ուժեղ Հայաստանի որոշ ներկայացուցիչներ, ովքեր դեռ կուսակցություն չկար, որ մեջը լինեն, բայց խառն են, որովհետև նախկինների սերունդներն են, որոշ թռածներ Արցախից, որոշ քոչասերժական բանդայի հաբրգած լակոտներ փորձում էին Հայաստանը զավթեին ու իրաց հարցադրումները մանիպուլատիվ էին անում։
Այդ ժամանակ դուք գնացել իրենց եթերներին եք հավատում, իրենց հերոսատեսային պրոյեկտներին եք հավատում եւ այլն։ Ու դեռ մի բան էլ նրանք դնում էին, ասում էին գնել ինչ չնեի, ինքը բոբոյա, բայց գնելը 6 տարի ինչից էր խոսում ուստեղ։ Հիմա տեսակ որ այ ինչ որտեղ թշնամական կամ ինչ որտեղ առհավարական վերաբերմունք ես դուք եք ունեցել, որովհետեւ դուք բլոկել եք դաշտը, նայեք։ Ասենք օրինակ, տվել եք մի հատ ապուշանց, օրինակ, ուրեք հնարավորություն վարչապետին հարց տալու օրինակ, ալեգորիկ բան։ Ասել եք ո՞նց եք։ Ես ասել լավ է։ Всё, ու դուք էդի հայկական ինֆորմացիոն տիրույթի 90%-ը եւ ավելի պատկանում է սրանց, այս բանդային, որտեղ փողն ձեռներն է, ու խնդիրն է։ Իրանք այս հարցադրումն են դրել։ Ու այն 10%-ի մեջից մի հոգի, որ հելել է, փորձել է իրական հարցադրումը տա, դա կորել է այս 90%-ի մեջ։ Ու դրա մեղավորը նաև այ դուք եք, որ այսօր ձեր համար հայտնաբերել եք Տիգրանաշենը ու տալիս եք հարցեր, որ հարցերը իրական հարցերը արդեն տրված են, պատասխանել լսել եք անկակներից գոհացուցիչը թե ոչ, բայց դուք բլոկում եք, որ այդ պատասխանը չլինի հանրության մեջ։ Հետևաբար ձեզ ոչ թե հարցի պատասխանն է հետաքրքիր, այլ հետ բուն հարցադրումը, որպեսզի դա օգտագործվի եւս մեկ շանս հանրության մոտ ինչ որ դիվիդենտներ հավաքել, ու սա ամենաանբարոյական քաղաքական գործունեությունն է, որ կարա տեղի ունենա ու տեղի ունենում Հայաստանում արդեն քանի տարիներ է։ Սա է հարցը։ Խորհրդային քարտեզը ներկայացվում է այլ սահմանակցով։ Այսօր Տիգրանաշենը Հայաստանի վերահսկողության տակ է։ Եվ Հայաստանի գործող օրենքում Դες ինքը իր բերանով ասում է։ Այսօր Տիգրանաշենը Հայաստան չի, Հայաստանի վերահսկողության տակ է։ Օրինակ կարող են Երևանի մասին նույն բանը ասել։ Կամ մեկը ով կասի Երևանը Հայաստանի վերահսկողության տակ է։ Կամ ախորտել ձևակերպում կանի։ Ոչ։ Սա ամենահազիվ ձևակերպումն էր, որ լսեցինք։ Ընդգրկված է Արարատ համայնքի կազմում։ Ինձից է լավ գիտեք։ Հայկական կողմն ինչ է բանակցելու հանձնաժողովում, եթե վարչապետն արդյունքը նախապես հայտարարել է։ Եթե տարածքը անցնի Ադրբեջանի վերահսկողությանը, կառաջանա նոր սահմանային վարչատարածքային միավորի մասին օրենքը տեսեք, որ մեջ բերեցին։ Ազգային ժողովում նույնպես մեջ բերեցին Գեղամ Մանուկյանն էր, թե որ մեկն է դրանցից։ Քրիստինե Վարդանյանն էր։ Վարչատարածքային միավորի մասին օրենքը բարձվում է, իրավական ուժ ունի։ Այ երբ որ ասում էինք Գորիս-Տապան ճանապարհը, դուք եք հանձնել Թուրքին, նախկիններ, ձեր վարչատար եւ Սամվել Կարապետյանի հայր Կարեն Կարապետյանը, Սարգսյան Սերժիկը, մնացած բոլորը կոալիցիոն կառավարությունով դոդի գաբով դաշնակներով, որ բանա վարչատարածքային միավորի մասին օրենքի նախագծին, օրենքին կնոպկա եք սեղմել արժեում։ Դուք ասում եք, բայց դա ինչ է, դա ներքին օրենսդրական բան է, դա կապ չունի աշխարհի մեջ, չէ, ոչինչ, դա գիտեք մեր համար դες պրոստը սխմել էինք այդ կնոպկեն։ Դուք դա եք չի ասում։ Մենք ասում ենք, որ դա չի կարող տեսնել, դա սահմանադրական դատարաններ համարել է որ բան, ընդունելի է համարել։ Դուք դա տվել եք Թուրքին ու եկել ասում եք Նիկոլ, այդ ճամփեխի տվիր Թուրքին։ Ու այսօր լիքը կապիկներ ձեզ հետևով մեյմուններ, դալբայովներ կրկնում են տուտակի պես, ճիշտ է։ Դուք այսօր ինչ եք ասում եք վարչատարածքային միավորի մասին օրենքով, Տիգրանաշենը Հայաստանի Հանրապետության տարածքը։ Բայց մի րոպե։ Հիմա վարչատարածքային միավորի մասին օրենքը, բաժանման մասին օրենքը իրավական ուժ ունի, թե չունի։ Որովհետև բարձվում է, երբ որ դուք եք հանձնել ճանապարհը ու հելել ասել եք, որ սա վարչատարածքային ինչ կապ ունի, այդտեղ Նիկոլ էդի հանձնեց, հիմա հելել ասում եք, այդ նույն բաժանման օրենքով Տիգրանաշենը հայկական վերահսկողության տակ է, եք բանանում։ Հիմա դա իրավական ուժ ունի, թե չունի։ Հիմա այդ օրենքը մենք ո՞ր ես մարդ եմ, հեսա որ մարդ ես, տնից տեղից հեռու, որ պատերազմ եղավ, սա սիկտիր եկնելու փախնելու եք, էլի կամ ես կամ էլ տղես այդ հալու եք հայրենիք ու պետություն պահելու։ Դուք սիկտիր եկնելու, ոչ մշտապես սիկտիր եք եղած, եղել ձեր սերունդներով հանդերձ, ձեր բռակ ռախիտ հիվան ճաշերով պաշերով հանդերձ արա։ Էգոր հիմի կաստյում լավիշ եղավ գալոյով գալի նստում են ընդ սաղը թռնելու եք սիկտիրել եք։ Հիմի հարց ունի այդ օրենքը իրավական ուժ, թե չունի այդ օրենքը իրավական ուժ։ Հելեք արտահայտեք ու խոստովանեք, դավաճա Թուրքի բջեր իսկականից։ Հելեք ու խոստովանեք դե։ Ոնց է 2021-22 թվականին արուններս խմում, ու մինչև հիմի խոսում։ Դե հիմի հելեք ես էլ ասեք։ Ասեք են վարչատարածքային բաժանման մասին օրենքը իրավական ուժ ունի ու դրա հիման վրա Տիգրանաշենը Հայաստանը։ Այս նախադասությունը գրած կգա մեկը դե կամ ոռ
չունեք, որ կերնեք ու կանգնեք ժողովրդին կասեք։ Գիտեք չի, որովհետև դուք այդ նույն ժողովրդին խաբել ասել եք դա իրավական ուժ չունի, դրա համար այն ճանապարհը տվել է Նիկոլը։ Հիմա այստեղ դաշնա, ասեք վաճառած, այդ որը չունեք ասեք։ Այդքան չտակ ասեք։ Որովհետև դուք խաբեբաց սրիկաներ եք։ Դուք հայրենա վաճառ ազգակործան աննորմալ բջիջ ծնունդներ եք իսկականից, ովքեր դուրս են եկել ժողովրդի կյանքի, նյարդերի, տրամադրությունների, բնավորության հաշվին քաղաքական դիվիդենդ են հավաքում, որ գնան դիջիտալի 800,000 դրամով աշխատաբարձում նստեն ազգային ժողովում, այս եք դուք։ Պաշտոն, դուք մինչև հիմի չեք հասկացել, թե հայ լինելը ինչ պաշտոն է, Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելը ինչ պաշտոն է, դուք չեք հասկացել ու չեք էլ հասկանալու, որովհետև դուք սրիկաներ եք, դուք վաճառել եք երկիրը, վաճառել եք, ծախել եք, խաբել եք, եկել եք մեզ խաբել ասել եք, չէ գիտեք ոնց, պարզապես ուղղակի այնուհետև։ Դուք 20 տարի ինձ ես 97 թվին գնացել եմ բանակ ծառայելու, ես իմացել եմ, որ Արցախը մերն ախպեր։ Ու հեսա պիտի միանա Հայաստանին։ Ու դրա համար ես պատրաստ եմ եղել իմ հրամանատարի հրամանը կատարել ու գնալ ինքնազոհողության։ Հասկանում եք դուք։ Բայց արի ուտես որ Լևոնը տարել արդեն ասել ախպեր, չէ գիտեք ոնց, թակում էլի մեզ չի ասել դրա մասին։ Սուլեցի մենա, կալեք, ու գամ խփեք բաման, իրան գնացել են տոզիկի նման նստել են ասել ախպեր գիտեք Ղարաբաղը մի քիչ որ սենց են ինչ, ցած բա։ Լավ։ Հետևից եկել է Քոչարյանը։ Ասել ախպեր դուք ընդ որ զոհվում եք, ընդ որ թշնամու կրակոցից բանման մեռնում եք, ասում եք ախպեր քիչ եք արձակվում են պոստը գրավենք, ընդես կրակում են շուշուտ։ Հանկարծ դուք չգիտեք, մենք գործով ենք, ապա դուք չեք հասկանում։ Հա, դու միասին գնացել են առհասարակ Ստեփանակերտ ահանը գրել են Խալկենձի եկել են։ Այն նստա գնում ծառայելու։ Արա բա պոստում մայնա տարոսիկ լասկի չունեմ, սկի ջուրսկի չունեմ կամեմ։ Արա խիებ սոված ծառացնեք այն։ Դու չգիտես չես հասկանում զինվորը հայը պետք է ուխ զարթիր լավ ասած բաները պայել են արիքներ։ Դա բարձրը գնացել բաչե եկել մատեն ազգային ժողովում վաճառատարածքային բաժանման մասին օրենքն է տունել, որը հետո պիտի մեկ սենց ասեն մեկ սենց։ Մյուս կողմից էլ առածակը արցախ խանդեքենձի հանած իրեկատ անգլավել դրած։ Ու դրա մասին ինֆորմացիան էլ գյոզերով ջունջեր են, որ սլոչի չի որ հեղափոխությունի եթե լինի, ոչ մեկ չջոգի թե իրանք ինչ քակեն կերեն։ Ես չեք արա, ու դուք այսօր դուրս եք եկել, ժողովուրդ, տեսեք, եկել է այս հողատու թուրքը դավաճան Նիկոլը և հանձնում է բոլոր հողերը, բոլորիս հայրենիքը, մենք Արարատի ֆոնին ուզում ենք նկարվենք, նա ասում է ոչ գնացեք Արագածի ֆոնդին նկարվենք, մենք ուզում ենք այնպիսի անձնագրով ֆռֆռալ, որտեղով պեչատի վրա Մասիսը կա, բայց թքած թե չգիտեմ բանը չկան, այ քեզի բան։ Այ քեզի բան արա։ Ու սաղըտ հերթով կարկով պատասխանատու եք, պատասխանատու, դստել եք, չեք ամաչում արա, չնաչի չամաչեմ, դու ձեր դաստիրակությունն իչ որ ամաչեք կամ չամաչեք, նստած, համարյա ընդիմադիրներից պատգամավոր չի մնացել, որ որևից է քաղաքացու ատամ չունենալը, անատամ լինելը չծաղրեր, բան գրագիտությունով չփայլելը չծաղրեր, այսօր են դարել են այդ մարդիկ ոնց որ ծաղրել են, դարել են Հարգելի հայրենակիցներ, դարան հայրենակիցներ, գործով պետք է, դի գրանը շենը հանձնում են և եկեք վատ եք արա, գոքորներ արա։ Սա պարտվես, մենք լինեինք կհաղթենք, լինեին հաղթենք, կայր, հաղթենք, կարող է ժամանակ ագրեսիվ գործողություններ Արցախի դեմ չէին անում, բախեք չունչուրրիկի պես լր, բախեք տանում բանը, Բաքու Թբիլիսի ջեյան նավթամուղը թույլատրում քտների տակով տանեն արա։ Խեք ձեր եղածը տալիս խարխին, որ հանկարծ ձեզի ձեր գոռացող չլնի արա։ Ինչ ունեք տալիս եք ռուսին, մենակ չախպերական մի քիչ ասել լապենք։ Բայց ո՞նց է սենց լինում։ Հիմա բոլորը ու նայում ես, այս մարդկանց ես հանկարծ ճիշտ հասկացեք ժողովուրդ։ Ես ես մարդկանց հանդեպ ոչինչ չունեմ։ Սա պարզապես մեր խնդիրն է, որ մեկ էլ դրուկ բոլորը հասկացել են, որ ինչ-որ մեկ Տիգրանաշենի հարց կա, բայց իրանց թվացել է, թե դա նոր է այդ հարցը։ Այդ հարցը 2004 թվականից առնվազն կա, 13-ին հաստատված, քարտեզներով, ու այդ քարտեզները առկա են, այն քարտեզները, որը Հայաստանի Հանրապետությունը ուղարկել աշխարհին, ասել աշխարհ, այս եմ ես։
ու մեզի դրա մասին չեն ասում, մենք որ հարցել ենք ինչ կա, ասում են թույն է, ապես է։ Հիմա կան մարդիկ, մեկն էլ կա, նայում եմ, մեկ սիրում է, հենի ամբաղ խոսա, էլի, սոց մեկ դնում է կամերան, նստեք, բայց այդ բաներ անում, եկեք ցույց տամ, հələ շատ ռեկլամ չանեմ, հələ պասիվոտ դեմ կա, էլի, երբ որ ակտիվանա, նոր ցույց կտամ։ Ասում եմ, բայց իրեք անկլավները որ տալիս է, Սարա, բայց տեղի ժողովուրդը իրեք անկլավների ապրողները քեզ ոնց են ընտրել։ Նե բանը լսել էլի դալբայոբի պես կանգնի բանա խոսում։ Ինչա չգիտի այդ անկլավները որ դեն, թե բացել հետաքրքրվել է մեռն են։ Այն երկու անկլավներում մարդ, ոչ միայն մարդ, կենթանի, ոչ մի բան չի ապրում։ Չկա։ Ուրեմն ովքեր որ սիրում են շրջել, իրանց ասեմ։ Մի անկլավը ամենահեշտ բացատրվելիքն է։ Դա որ գնում ես դեպի նոյեմբերյան։ Իջևանը որ անցնում ես, ովքեր մեքենայով են կարան ինքնուրույն գնան ծանոթանան։ Իջևանը որ անցնում ես, հետո մեկ ճամփակա ուղիղ տալիս է Բերդ։ Ձախով նոյեմբերյան։ Ռազվիլկա է։ Այս ուղիղը որ մտնում ես Բերդը, դա ձախի վրա ազատամուտն է։ Աչի վրա կտեսնեք շենքեր, ձախի վրա ամմայի տարածք է, ամմայի է հենց նրա համար մնացել 30 տարի, որ ասել են դա բան չսարքեք, չենք կարա ձեզ տանք։ Այդ տարածքը որտեղ իրենք գիտեն, որ պիտի տան Թուրքին։ Վատ է դա, շատ վատ է, դա չեմ քննարկում։ Բայց որ հիմա են դրուկ զարթնելին զետ է բացում։ Մյուսը, այն որ ոսկեպար գնացել եք, հատկապես այդ ջիհադիստներին եմ ասում։ Այն որ էլ ոսկեպար շոմազ գոլունի տակ սրբազան պայքար եք անում։ Այդպես մի քիչ էլ վերև որ հելնեիք, նոր ծախ մտնեիք, կելեիք այդ անկլավը, որտեղ որ ադրբեջանական տների ավերակներ են, դե գերեզմանատուն կա բանկացան։ Էլ ոչ մի շունչ, էա, կենտանի չկա, ժամը մութը հնդա պիտի թափով հասնես, ավտոյով հասնես, որ շակալները քեզ չուտեն։ Մենակ Տիգրանաշենում է մարդ ապրում։ Չէ, չեմ ասում, այնտեղ է մարդ ապրում, հանգարցներ չմտածել, բայց որ հելնում ասում եք այդ իրեք անկլավների բնակիչները, արա մի հատ հետաքրքրվեք ինչ եք խոսում, նոր խոսացեք։ Այդտեղ երևում ձեր կեղծ գործով հայրենասեր եք, էլի, ասում ինչ գործ ես անում, ապա դա հայրենասեր եմ աշխատում, բան, այս եք դուք։ Այս եք դուք։ Այո, դեպի Գորիս տանող ճանապարհն էլ այդտեղ է։ Այդտեղ է։ Հա։ Ու այո, Տիգրանաշենը այդտեղ է, այդ ճամփեն այդտեղ է։ Ու ինչ եք ասում։ Տավացա, չգիտեմ, ոնց որ։ Տալու եմ, չգիտեմ։ Մարդը ասել է, վերջում ենք անկլավների հարցը քննարկել։ Դուք 5 տարի բզբզացել եք, նո ձեր այն ոնց որ շատ սիրում եք նայել ու կարծիք կազմել, դրանք շատ բզբզացել են, որ այդ թեման առաջ ընկնի։ Որ ակտիվանա այդ թեման, չեն ձգում։ Իրանք ուզում են միշտ 26 ընտրությունները առածել ակտիվանա, դրա համար ավտոներով մտնում են Տիգրանաշեն, մենք գնում ենք փրկել Տիգրանաշենը, բան։ Ինչ են խոսում։ Որովհետև իրանք ուզում են Բաքվից ռեակցիա տային Բաքվին, որ ապե խաղեր տուր, գազ տուր, մենք այստեղ տենում ես ոնց ենք փախատանում արա։ Այս թեման ուրցրեք, ժողովրդին ցույց տան, որ կարենանք մի հատ սրավորով դիվիդենդ հավաքենք։ Որ հետո կարենանք մենք իրար մեջ բարի շենք, ախպեր, M25-ի միջանցքը տանք, մենք էլ Ռուսիա հետ ապրենք, ախպեր։ Թավանները փակենք ապրենք։ Էս չի կեղի արա։ Խափեբաս սրիկաներ արա։ Խափեբաս սրիկաներ։ Ու անի, ես իսկապես անի Արաքելյան, անի ջան, ես կխնդրեմ, ոչ միայն խնդրում եմ, հորդորում եմ քեզ։ Որպեսզի դու այս հարցադրումը, այս եթերը ընդհանուրն է, այս կոնտեքստից կտրված որպեսզի չլինի, այս եթերը ընդհանուրն է, ու քո հարցադրումները անես բոլոր ժամանակների իշխանություններին։ Բոլոր, ասած մենք 4-ով ես հարցը ինձ պատասխան։ Եվ ես առաջարկում եմ։ Տես Ղարաբաղի հարցով ես անկախ իմ քաղաքական ընկալումներից ու նախընտրություններից, ասել եմ ախպեր, անկախ այդ ամեն ինչից, խոսքը իմ հայրենիքի մասին է, ու բանակցային բաներ են եղել։ 4-ով կնստեք բոլորիս աչքի դեմը, խի բոլորիս։ Որպեսզի թե Փարյանին սատարողները, թե Քոչարյանին սատարողները, թե Սերժին կամ Լևոնին սատարողները, անգամ Կտրիչին սատարողները բոլորը նստեն լսեն ով ինչ է խոսում։ Ուրեմն դուք բոլորով կնստեք, կխոսաք, որտեղ այլ գախնի բան չկա, Արցախը տվել եք արդեն, բայց չկա այլ Արցախը։ 4 ղեկավար ենք ունեցել, ընդհանուր արդյունքում մինուս Ղարաբաղ։ 4-ով կնստեք, դրանք այդ որտեղ ինչ եք արել, որ բերել է ամեն ինչը սրան։ Հասկանում եք։ Իմ պահանջին օրինակ Նիկոլ Փաշինյանը լսել, չեմ ասում հենց ինձ, ես որ ասում եմ իմ նկատի ունեմ լսել է, ու առաջարկել է, այն իրեք նախագահ ասել է, ասած պահանջ կա, եկեք, չեն եկել։
Հիմա այ դու կգաս, քո եթերով էլ կարաս հայտարարես, միասին կգնանք 4-ի մոտ էլ միտինգ կանենք, ակցիա կանենք, կասենք, որ պահանջում ենք, որպեսզի պարտադիր, դուք շատ փոքր եք, որ փախնեք բանը հանրության դեմը խոսելուց, բոլորով կնստեք ու այս թեման հենց մտել է սա իրար դիմաց, ոչ թե տարբեր պատերի հետևից էլի, իրար դիմաց, որ ոչ մեկի խոսքոթի մեջ չմնա, պետքա 24 ժամ, ուրեմն 24 ժամ կնստեք ու կներկայացնեք ինչ եք արել, մինչև մենք հասկանանք, մինչև համոզված կլինենք, որ բոլորս հասկացան, որ այս թեման չշահարկվի, համաձայն ես թե չէ։ Ես պատրաստ եմ միասին գնանք պահանջ ներկայացնենք կառավարության շենքի մոտ Նիկոլ Փաշինյանին, հետո իջնենք Ադամյանի վրա հանրապետականների մոտ պահանջ ներկայացնենք ես ու դու։ Հետո առաջանանք բան դաշնակների գրասենյակի մոտ, դրանք իրար մոտիկ են, ընդեղից էլ ելնենք Լևոնի հակավոր դե ամեն կոշկակարի բուտկա կլինի, չգիտեմ։ Նա էլ ընդեղ։ Գալիս եք։ Թե հեշտ է։ Սրա նրա ով սիմպաթիան բռնում է նրա ձևակերպումները լսել ու այդ ազդեցության տակ ընկնելով բաներ խոսալ։ Հիմա գալով իմ վերաբերմունքին ժողովուրդ ջան, թույլ տվեք մի քանի բառով էլ սա ասեմ, որպեսզի որոշները չկարծեն, թե ես տենց հաշտ եմ այս ամեն ինչը։ Ես իհարկե չեմ կարող հաշտ լինել անկլավների թեմայով։ Բայց խնդիրը էլի եմ կրկնում հարցերի ձևակերպումներն են։ Երբ որ դու ուշադիր ես եղել, հետևողական ես եղել, ապա քո հարցերը չեն կարող լինել մեղադրական ինտոնացիայից վերջին ներկայացուցիչ երկրի ղեկավար։ Ոչ։ Հարցերը սենց են։ Հարց համար 1։ Պարոն Փաշինյան։ Կներեք ժողովուրդ ջան, որպես ավելի վիզուալ է ճիշտ։ Պարոն Փաշինյան, ստեղ կա Արցախյանը։ Այդ էսա։ Որտեղ այստեղ Տիգրանաշենը, Ազատամուտը ու այն բանի եսիմինչ ասկի պարան։ Չի բաց չի ստե, որ ես սրա մասին տեղեկացված լինեի Կարոզ Արշավին։ Երբ եք դուք իմացել, երբ դուք պիտի ասեիք դա։ Սա է իմ Հայաստանի Հանրապետությունն է։ Դուք ինձ ասել եք սա է իմ Հայաստանի Հանրապետությունը, ճիշտ է։ Ուրեմն հետևաբար, քանի որ դուք ասում եք 3 հատ անկլավ կա, որը Հայաստան չի ու ստեղ դա չի երևում, ուրեմն կներեք քաղաքական մանիպուլյացիայի եք ենթարկել հանրությանը։ Սա հարց համար 1։ Հարց համար 2։ Ադրբեջանի Հանրապետությունը իրավահաջորդն է, խնդրում ենք դա մեկնաբանեք, գուցե մենք չենք հասկանում, գուցե մենք խճճվել ենք այդ մտքերի մեջ։ Պարզ մեկնաբանեք։ Հարց համար 2-ը հատկապես։ Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է առաջին հանրապետության իրավահաջորդը, Ադրբեջանի առաջին հանրապետության իրավահաջորդը։ Իմ ջանքերով 18-ից 20 թվականներին են գոյություն ունեցել 3 հանրապետություններն էլ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի։ Մենք չենք հանդիսանում առաջին հանրապետության իրավահաջորդը, բայց անկլավները առաջացել են Խորհրդային Միության ժամանակ։ Ընդ որում Արցախը տեղավորվել է որպես ավտոնոմնի մարզ Ադրբեջանի տարածքում նույնպես բանի ժամանակ խորհրդայնացման ժամանակ, երբ որ բոլշևիկյան Ռուսաստանը գրավեց Հայաստանի Հանրապետությունը, զավթեց Հայաստանի Հանրապետությունը ու ենթարկացրեց իր կարգերին։ Այստեղ ոնց մենք հասկանանք այդ անկլավների իրավական մոտեցումը ոնց է ստացվում։ Այդ մարդիկ սովետի ժամանակ այստեղ առաջին հանրապետության ժամանակ ոնց որ թե անկլավ չեն ունեցել։ Ոնց է լինում, որ իրանք սովետի իրավահաջորդը չեն, բայց սովետի բանը 75 թվի կարտեզը ասում են օքեյ ենք դրա հետ։ Ապա այստեղ իրանք իրենց իսկ սահմանադրությունը խախտելու խնդիր չունեն։ Եվ քննարկում են sense հարցեր առհասարակ թե չէ։ Եվ երրորդը այդքան էլ հարց չի, այլ ընդհանրական բան է։ Չեմ ավերջը։ Ընդհանրական հարցադրում է, ու կարելի է սրա մասին զրուցել, լավ կլինի, որ հյուր լինեն տարբեր հաղորդումներում ձեր ավելի տեղյակ կուսակցությունից մարդիկ ու պատասխանեն այդ հարցերին։ Ընդհանուր միտքը նույնպես առհասարակ անկլավների թեման իսկապես ճիշտ ենք հասկացել, որ պիտի վերջում քննարկել ու հնարավոր է փոխանակում, դա ինչպես է տեղի ունենալու է, դա տեղի կունենա բանով, հարակվեով, թե ինչ-որ մի օր կզարթնենք ինչ-որ բան կլսենք։
խնդրում ենք, քանի որ հարցը վերաբերվում է Հայաստանի Հանրապետության մեր պատկերացրած տարածքներին, այս մասին մի քիչ շատ զրուցել հանրության հետ եւ բացատրել հանրության, ներկայացնել, նկարագրել, ոչ թե մունատ գալ, որ ժողովուրդը չի ջոգում կամ կռիվ ունի սրա հետ։ Կներեք, մեր ժողովուրդը իսկապես իր ծոցից ելած սաղ երեխեքին զոհեց, մեկասին հաղթել ենք, մեկասին պարտվել ենք։ Այս 35 տարիներին էլ ինչ պիտի տեսնի մեր ժողովուրդը։ Էլ ինչ տեսնի մեր ժողովուրդը, որ արժանանա իր հետ մի քիչ ավելի խնամքով վերաբերմունքի, իր հետ մի քիչ ավելի չափից ավել աշխատելու իրան։ Դուք այո, պիտի ժողովրդի հետ մի քիչ շատ աշխատվի։ Կներեք, ես աչքս ընկավ բանը Տիկին Հակոբյանը ինչ-որ կանանց իրավունքների պաշտպանության ձեռնարկա սկսել, բայց ես վստահ եմ, ինքը հիմա ոնց լուսաբանի, ինչ խոսի, ինչ չխոսի, ինչ որ մի օր կանգնելու ասի ամեն դեպքում այդ խնդիրները նույնպես կրթությունից են բխում։ Բա մեզնից մեր կրթությունը խլել են։ Մեր կրթությունը մեզնից խլողներին բերեցիք գցեցիք ազգային ժողով։ Բա հիմա նեղվում եք, որ մենք շատ բան չենք հասկանում։ Բայց երբ են կարևոր թեմաների մասին զրույցներ գնացել, որ մենք էլ չենք հասկացել։ Ու քանի անգամ։ Թե սպասում եք ընդդիմադիր բլոգերները մի հատ կապիկություն անեն, թափով ելնեք պատասխանեք։ Եվ այս հարցը չի վերաբերվում միայն ոչ վարչապետին, որ ընդհանուր բանին կուսակցությանն է վերաբերվում։ Հարցադրումը անում ես քաղաքապետարանի զենք չկա։ Մեծ ռոպի կլիներ հիմա կամ այն բանը չափամ 36 հոգով ելել են ամեն մեկը էջ մնացել մի բան պատասխանել։ Պատասխանեք, հարգելի հարցը տվել։ Ընդ որում շատ բարեկիրթ ձևով ենք մեկ այդ հարցերը ձևակերպում։ Առանց շարժանելու ենք փորձում ձևակերպել։ Մենք մեր մտահոգություններն ենք բարձրացնում շատ դեպքերում ու շատ կիրթ, բարեկիրթ ձևով իմիջիայլոց։ Ինչի ենք արժանանում տոտալ արհամարանքի։ Ինչի համար։ Ձեռնտու չի, մեր համար Պուտինը չի ասել դրա համար։ Շատ վատ է կազմակերպվել ու շարունակում։ Գիտեք ինչ։ Այնքան եք ասելու ազգային ժողովում նախքին, վերջը երկիրը տալու եք իրանց։ Այնքան եք ասելու։ Որտեղ չեք ցանկանում լսել հանրության։ Հա, կոնկրետ մեկի մասին, կոնկրետ վարչապետի մասին չեմ խոսում։ Թիվ բնեմ ասում։ Կան այնտեղ մարդիկ, որ շատ հասարելի է, բայց ընդհանուր դիրքորոշումները մենք չենք անցալու։ Կներեք են։ Այո, շատ է պետք է աշխատել։ Այն ժամանակ դրանից շատ են շփվում, ոչ այն ժամանակ вообще չեն շփվում։ Բայց ես այն ժամանակը չեսի, մեր ժամանակն է։ Ու մեր ժամանակում հասարակությունը ապրած լինելով այն ժամանակը շատ բաներ չի հասկանում։ Բայց պիտի հաշվի առնեք։ Մարդա մեզ ինչ-որ մի բայ գիտեի, թե մեր հանրությունը ընդհանուր պատկերը արդեն ըմբռնել է։ Ես մեկ էլ տեսնում եմ, թե ինչերի վրա են նորից կարողանում տանել գցել այն դաշտ, որի վրով անցել եք արդեն ժողովուրդ, անցել եք արդեն, ապրել եք արդեն նա։ Ձեզ էլի ձեր կարճ հիշողությունը շարքելով տանում գցում են այդ դաշտ։ Դարձյալ, ես փաստորեն պիտի դնեմ նայեմ 6 տարի առաջվանից ինչից եմ խոսալով սկսել գալ, այդ նույն ռոլիկները նորից կրկնելով գալ։ Ուղղ եմ ասում։ Անպատասխան, ես այսքան ցինիզմ, այսքան անպատասխանատու վերաբերմունք սեփական պետության շահերի նկատմամբ, որից վիցե ժողովրդի կողմից իր երկրում չեմ տեսել։ Ուրեմն մի հատ աշխովս վիդեո էր ընկել TikTok-ից, առանձնացրել է։ Եկեք մի հատ նայեք, էլի։ Եկեք մի հատ նայեք։ Он уже собирался финишировать на ультрамарафоне, он добежал до финишной линии и начал праздновать. Но прямо перед тем, как пересечь ее, заиграл государственный гимн Китая.
Поэтому он полностью остановился, встал по стойке смирно и начал исполнять гимн вместо того, чтобы сразу забрать победу. В этот момент сзади на огромной скорости приближался бегун, занимавший второе место, и казалось, что он сейчас заберет победу. Но как только он добежал до линии, он тоже не стал пересекать ее. Он остановился рядом с первым бегуном, и они вместе продолжили исполнять гимн. Оба простояли так до конца композиции, и только после ее завершения пересекли финишную линию. При этом первое место все равно осталось за первым бегуном. Հասկանում եք ինչ ասում։ Գալիս է որ ֆինիշերնի, հենց այդ բանը Չինաստանի հիմնը միանում է։ Չի ասում լավ երկու քայլ է մնացել անցնեմ նոր։ Հենց այդտեղ կանգնում է ու հիմնն է բանան։ Բեն երկրորդ վազողը գալիս է չի անցնում, ինքն էլ կանգնում է, ինքն էլ հիմնը։ Մեր մոտ շատ միջոցառումներում հիմնը հնչում է, մարդիկ նույնիսկ ալարելով են ելնում կանգնում, ոնց որ խալխի հիմնն է հնչում։ Ճանց խալխին է հնչել երևի թափոք կաննեն։ Կներ ջան, վարչապետը դարերով ավիվված տարաված երկիր ուզում է դարձնել հայրենիք փաստաթղթով, որ հաջորդ սերունդները ապահովակն ինքն ասում է դժոխքի միջով։ Ռուզաննա ջան, դու վաղուց ինձ հետևում ես։ Վաղուց։ Ոնց ես կարծում։ Ես ինչեր գիտեմ ու չգիտեմ։ Ոնց ես կարծում։ Հիմա դու ինձ ինչ որ նորություն ասիր, ցավդ տամ։ Ես գիտեմ, այն ինչ որ ներկայացումը, թե երկիրը ինչքան դված է եղել։ Դու շատ լավ գիտես, ես ինքս ինչքան եմ դա ցուցադրել ու դրա կռիվը տվել։ Եթե ինքը պաշտոնով վարչապետ ես առհասարակ որպես քաղաքացի առանց մի շահի եմ դա արել։ Ու անում ու անելու։ Ասենք դու գիտես էլի որ պետք է ինձ ասելունը չի էլի։ Ու ես էլ արդեն վաստակել եմ էլի իրավունք ասա որ տենց է, որ վաստակել եմ իրավունք իմ դժգոհությունները հայտնելու, այս կամ այն իրավիճակի հետ կապված։ Որ դժգոհություններս բնավ ինչ-որ չգիտեմ ինչ նպատակներով չեն։ Դրանք էլի ֆռալու է, ֆռա գա, կես, ինձ, մյուսին ու մեր բոլորիս պետության օգտակար լինի։ Եթե նրանց թողնենք իրանք ընկնեն մենակ ընդդիմադիրներին հակաճառելով կամ պատասխանելով, հավատա դա լավ տեղ չի տանել։ Ցավդ տանում, մերսի, որ հիշացնում ես, բայց հավատացնում եմ, այդ հիշացնելու տարիքը չկա։ Հələ ոչ մեկ չէր համարձակվում խոսեր նոյեմբերի 10-ից սկսած, երբ որ ես ելելու խոսել եմ, էլի, նկարագրել եմ, բացատրել եմ, ցուցադրել, այդ հələ հանրային տիրույթ է։ Բա Անենց ինչքան եմ խոսել, բախեի մտե քաղաքացիական պայմանագիր կուսակցություն։ Այն ժամանակ էի մտել։ Որպեսզի նաև կարողանամ այն ինչը որ հանրային ասելու չի, բայց գալիս հասնում է, դրանք ներսովի այդ հարցերը կարենամ լուծեմ, ցուցադրեմ, կռիվ տամ, ուշադրությունները գրավեմ։ Շատ բաներ կա էլի։ Ընդհանրական ենք խոսում, թողեք, եկեք ընդհանրական խոսենք։ Եվ այո, ես կներեք, Հայաստանի Հանրապետության քաղաքացին եմ, ուսեն պետությունն է։ Ես գիտեմ ինչից է եկել, ուր է ուզում գնա, բայց կարող այնտեղ ինձ շատ բաներ չգոհացնեն, կարող շատ բաներ գոհացնեն։ Ու իմ այն ինչ որ չի գոհացել, բնավ կապ չունի այն կապիկների հետ, ովքեր որ այսօր էլ վարչապետի ձեռամ կամ ԿՊ-ի ձեռամ եկան ու ավելի շատ մանդատով տեղ գտան ազգային ժողովում։ Որովհետև երբ որ պետք էր աշխատել, մի պահից սկսած ԿՊ-ն սկսեց չաշխատել հանրության հետ։ Իսկ նրանք շատ ճիշտ աշխատեցին։ Որովհետև ինչ-որ մի պահից սկսած ԿՊ-ին էլ բաներ էլ են որ գնել են ինչա խոսում, Պողոս է ինչա խոսում, դա նորմալ է, էլի սա կայֆոտ է։ Այդտենց արխային են գան, որ այսօր ավելի շատ մանդատով են նստած ազգային ժողովում, այո, հենց ԿՊ-ն։ Ու երբ որ նա տետև բանով էլ քննարկել են, դատմեր հենց իրանք էին հելնում ու բայց բանը գիտես բանսս բաներ։ Ես եմ մարդն որ շատ բաների իրավունք եմ վաստակել։ Ու կարծում եմ ով դու Ռուզաննա ջան, գիտես էլի։ Դա կարաս թե ուրիշ մեկը ասեր, ասել նա դե բարդ է բանը գրել։ Ու այո, ես ընտրություններից առաջ նաև ասել եմ, որ ընտրություններից հետո Այս ասել եմ ամեն ինչ անելու եմ, որ դուք ընտրվեք, բայց կներեք, ընտրություններից հետո ես չեմ կարող թույլ տամ 21 թվականի սխալը։ Երբ որ եկան ու
բլոկեցի սաղ դաշտերը ու որևիցե մեկը չէր կարողանում նորմալ քննադատական խոսք ասել, որովհետև տենց դառնում էր ոնց որ նրանց ջրաղացին ջուր լցնեի։ Բայց հիմի այդ վիճակը չի կներեք, 26 թիվն է։ Այդ ես հարցեր ունեմ։ Ու ոչ թե պիտի հելնեն բանենց այն ալիկ մալիկի ու չգիտեմ չուբլեբասների հարցերի պատասխանեն աշխատակազմի ղեկավարի մակարդակով մյուսի, այլ այդ իմ հարցերին պիտի գոնե մի օր էլ լայաղանեն հրապարակային պատասխանեն։ Որովհետև եթե նրանց կեղծ հարցեր են, այսինքն հարցը կեղծ չի, հարցը ճիշտ է, իրանք են կեղծ։ Ապա երբ հենց հարցն է։ Հասկանում եմ, որ այնտեղ շատերը հլետի չեն ջոգում։ Ու կարող նենց լինել էս 26-ին մինչև ջոգեին երկիրը տարածել էին էլի։ Կներեք, բայց ես չեմ կարա թույլ տամ, որ այդ դաշտերի բլոկվի, ընդդիմադիր դաշտը ես չեմ կարա թույլ տամ բլոկվի։ Ու ես այո, հրապարակային մինչև ընտրություններն էլ ասել եմ, ամեն ինչ անել եմ, որ դուք ընտրեք, որովհետև նրանք չպիտի ընտրվեն, բայց կներեք 31-ին իմ մոտ այդ գիտեք ինչ։ Անցյալ տարի, նախանցյալ տարի, այն մի տարի, թե Ալեն Սիմոնյանը, թե վարչապետը ազգային ժողովում կանգնում են, ասում էին բանա, դե քանի սրանք կան, մենք կարանք հարատել իշխանություն լինենք։ Ու ես եթեր էի անում ու ասում եմ, այդ խոսույթը մի օգտագործեք, դա վատ խոսույթ է, դա փորձանք է դառնալու թե ձեր գլխին թե ժողովրդի, որովհետև ձեր քաղաքական բանը ձախողումը այս իրավիճակում ժողովրդի ու պետության ձախողումն է, ցավոք այտենց է դասավորվել ամեն ինչ։ Մի արեք այդ արտահայտությունը, թե չէ հանրությունը այլ կերպ անցնելու ու ուրիշ ձև է պատասխանելու դրան։ Ու մենք տեսանք 49% սահմանադրական մեծամասնություն չկազմեցին։ Ես ասել եմ, որ այցություններից հետո, դե սեպտեմբերից հոկտեմբեր մի քիչ էսա կյանքը կակտիվանա։ Ես չեմ կարա թույլ տամ ընդդիմադիր դաշտում դրանք լպտան։ Ինչքան որ կարող եմ։ Ու շատ լավ կլինի, երբ որ օրինակ որոշ դեպքերում տեսնեք ընդդիմադիր գործունեություն իմ կողմից, աջակցեք դրան, որովհետև դուք գոնե գիտեք, որ եթե ես անգամ ընդդիմադիր գործունեություն ծավալեմ, միևնույնն է, դա շատ ազնիվ է։ Դա սրտացավությունից է ելնում, դա պետության մասին է։ Ոչ թե ինչ-որ շահերի, սրա նրա կամ բան։ Դուք շատ լավ գիտեք։ Շատ լավ է, ախր, էլ ինչա պետք, որ լավ արիր, Ռուզաննա ջան, կիսվի, ցավը տանեմ, կիսվի, բայց նաև դու էլի գիտես։ Մուրադը գրել է, ԿՊ-ն լեգիտիմացրեց ընտրակաշառքով ընտրված Վարդևանյանին, ընտրակաշառքով ընտրված Վարդևանյանը լեգիտիմացրեց ԿՊ-ին։ Իտոգում ոչ լեգիտիմ մնաց հայ ժողովուրդը։ Կարա մեկը հակադարձի։ Ես չեմ կարող հակադարձեմ։ Չեմ ուղղակի հակադարձեմ։ Ինչին հակադարձեմ։ Ճիշտ ասում։ Լավ եղեք, ժողովուրդ ջան, ներողություն, ասած լիրիկական վերջավորություն ստացած Ռուզաննա ջան։ Հարգանքներս ու հարգանքներս բոլորիդ ժողովուրդ ջան։ Շնորհակալ եմ ձեր մտահոգություններով կիսվելու մասին, համար ձեր զրույցների եւ շնորհակալ եմ այս տեսանյութը տարածելու համար, որևիցե սրիկա չպիտի նույն Տիգրանաշենի թեման, ովքեր որ sense բան են արել, աշկերտները փակ ա եղել, ակաժները խլացած եղել, զբաղված են եղել հաթոռակ կռիվ տալով, չգիտեմ, Արցախն ենք բերում, ես ենք բերում, ենք բերում, այնինչ այդ կարևոր խոսույթները կար, որոնք որ հրապարակվում էին, մեկնաբանվում էին, քննարկում են, իրանք փորձում են այդ դաշտերը բլոկել, որ նորմալ քննարկումներ չլինեն, որ հանրությունը մինչև վերջ չհասկանա, ու այսօր հելել են որոշել են, որ այ տեսեք, էս ինչ է կատարվում, բան, այս սրանց ջրերը չընկնելու համար էլ պետքա շատ տարածեք իր եթերները, որովհետև իմ 6 տարվա այս ֆորմատով աշխատանքի մեջ, եթե անգամ ինչ-որ կարծիք կա իրար հակասող, ես դրա համար միշտ ներողություն խնդրել եմ, որ ես կարծիքս կարող փոխել, բայց տվյալների առումով մշտապես ուշադիր եմ եղել, փորձել եմ մանրամասն ներկայացնել ու այդտեղ էլ իմ սուբյեկտիվ պատկերացումը ասել, որը շատ դեպքերում իրականացել է, շատ դեպքերում ոչ, հարցը դա չի, բայց փորձել եմ մաքսիմում խոսել ամենաթոփ թեմաներից ու յուրովի տրամաբանել, մեկնաբանել։ Այնպես որ այդ դրանց է պետք չորացնել ու չդիտել, ոչ թե ընկնել նրանց ջրերը ու բան անել, էլի։ Սենց
Լավ կլինի, ամեն ինչ շատ լավ է լինելու, հարցը բարձր չի, կարևորը դուք լավ լինեք ժողովուրդ ջան, կհանդիպենք, բարի գիշեր ձեզ։